Դուք էլ եք վստահ, որ պատերազմ չի լինելու եւ լինելու է խաղաղություն, ինչպես պնդում է վարչապետը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է նաև ի պաշտոն է զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այնինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու վերածել են գնացուցակի, այսինքն ըստեյության մենյուով։ Եթե ինչ-որ մեկը գիտնական, ինչպես պարոն Քոչարյանի տղան օրինակ գիտնական է, բանակից ազատվել է, ինչ-որ մեկը գնացուցակի նայի եւ որոշի այսքան ամիս կվճարի, այս հայրենիքով է պաշտպանելու։ Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, համապատասխան օրենքներ, որտեղ շեշտված է ովքեր են ազատվում զինվորական ծառայությունից։ Իսկ դուք կողմեք այն օրենքին, որ հիմա ԿՊԱ-կան պատգամավորն է ներկայացնում գումարով ազատվել, եւ արդյոք սա չի նշանակում, որ այն կոռուպցիան, որի մասին նաեւ ԿՊ-ից բարձրաձայնում է նույն պատգամավորը, հնարավոր չէ այդ կոռուպցիայի դեմ փաստորեն պայքարել եւ դա բերվում է օրինականության։ Նայեք, կառավարության նիստում քննարկման ընթացքում պաշտպանության նախարարը, մեր գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տեսակետ եւ այդ տեսակետը միայն պաշտպանության նախարարի տեսակետը չէ, դա ամբողջ գերատեսչության ղեկավարության տեսակետն է, այդ թվում նաեւ գլխավոր շտաբի գումարով ազատվողները շատ են, թողեք պատասխանեմ։ Առաջիկայում հանձնաժողովի կազմով կլինի քննարկում այդ օրինագծի մասով եւ մենք լրացուցիչ քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարի միջոցով մեր գերատեսչության տեսակետը կներկայացնենք այդ օրենքով։ Բանակում կոռուպցիան շատ է, պարոն Ասրյան։ Կոռուպցիան շատ է բանակում։ Լսեք, ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, ես գլխավոր շտաբպետն եմ, այո, լինում են դեպքեր, երբ այս կամ այն կարգի զինծառայողները, սպաներ, նաև պայմանագրային հիմունքներով ծառայող այլ զինծառայողներ փորձում են կոռուպցիոն քայլերի գնալ, ռիսկերի գնալ, իսկ մեր պարտքն է, մեր պարտականությունն է, որպես դա արմատախիլ անենք։ Հիմա այս նախագծին դուք կողմեք թե դեմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին, պաշտպանության նախարարը առաջիկայում հանձնաժողովի Պապիկյանը ասել է, որ այնքան էլ չի առարկում այդ նախագիծը։ Ինչքանով է ճիշտ այդ ինֆորմացիան։ Լսեք, մենք որպես զինված ուժերի ղեկավարներ, ղեկավար կազմ, մենք շահագրգռված ենք, որպես զինված ուժերը համալրվեն առողջ, բանիմաց, կրթված զինծառայողներով, այսինքն քաղաքացիներով, իսկ գլխավոր շտաբի պարտքն է այդ համալրած զինծառայողներին ուսուցանել, շարունակել կրթելը, նրանց պատրաստել, ներդաշնակել եւ պատրաստ լինել մարտական խնդիրների կատարմանը։ Այս նախագիծը հակառակ դրան կգործի, եթե ընդունվի։ Առաջիկա կառավարության նիստում հանձնաժողովի կազմով պաշտպանության նախարարը բազմաթիվ փաստարկներով կներկայացնի գործով եւ հետագայում։ Էսկալացիայի վտանգ կա, պարոն Ասրյան։ Բայց չի սկսվում։